ժողովուրդ իմ համոզմունքը այն է, որ այդ ընտրակաշառքի ծավալը այնպիսին է եղել, որ հիմա ես չեմ կարող ասել, էլի, իրականում այդ թվերը որքանով են լուրջ։ 5%-ի ազդեցություն է ունեցել, կես տոկոսի ազդեցություն է ունեցել, դու չգիտեմ 10%-ի ազդեցություն է ունեցել, 10%-ը գնացել ընտրակաշառքով քվեարկել է ու օգտին կամեցել է ընտրակաշառքով, հա, դրա ինադու, դրա հակառակ որոշ մարդիկ ճղայնացել են, գնացել են ՔՊ-ի օգտին են քվեարկել, ես իմ չգիտենք, չենք իմանա, հասկանում եք, դրա համար այս քվեարկությունը լուրջ համարել, ես չեմ կարող, քաղաքացիական պայմանագիրը մխիթարվում է նրանով, որ ինքը ստացել է 3/5 մեծամասնություն, ԿՀ-ի որոշմանը կանդրադառնանք առանձին, հա, եւ ասում է լավ դե հիմի դե չեղածտեղից էլի բան է, էլի, հա, ինչ-որ սրտաճմլիկ կոչեր բաներ ենք լսում, թե պետք է դատվեն ընտրակաշառք բաժանողները, բաները եւ այլն, բա որ հանգարց իրար վրա ցուցմունք չտան ու մանդատ ստացածների վրա ոչ ոք ցուցմունք չտա, այսինքն այն մանդատ ստացածները մտնելու են խորհրդարան, դառնան մանդատավոր, մեր օրենսդիր սրբազան ներկայացուցիչներն են լինելու, այս եղավ հալալ զուլալ բան, ազգային ժողով, համարել եմ, շատ վաղուց, այս 10 օր առաջ նույնիսկ էլի, հա, ընտրությունների օրվանից էլ, եւ համարում եմ, որ ճիշտը ամբողջ երկրով մեկ վերաքվեարկություն նշանակելն է առավել մեծ, ուրեմն վերահսկողությամբ, ինչքան մեծ, որ դա հնարավոր է, կատարյալ վերահսկողություն հնարավոր չէ, բայց ես շատ կուզեի, որ սահմանադրական դատարանը այս բոլոր բողոքները լսեր, վերջում ասեր ախպեր գնացեք նորից քվեարկեք մի շաբաթ հետո։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։